Բարերուս քույրեր, Փառք Աստծո, որ Աստված անգամ եւս արի տվա, որ իր խոսքը սերդենք, օրտնվենք, օրդությունը լամեզի, ինձ շատ օրդություններ ինչ կպատրաստեի եւ վստահ եմ լսողներուս աննորոգություն եւ քաչալերություն միլիելա։ Ուրեմն կշարունակենք Լերան Քարոզը եւ հացածենք 6-րդ գլուխը, ինչպես անցած շաբաթ սկսանք, եւ աս 6-րդ գլխուն մեջ 6-րդ գլխում մեջ 3 հատ զգուշացում կա, որ Հիսուս մեզի գուտավոր։ Առաջինը ողորմություն ունելու մասին զգուշացում էր, ինչպես անցած շաբաթ տեսանք, որ ողորմություն երբ որ ունես մի հայտարարեր, սա աչը թող չգիտնա։ Երկրորդը, որ այսօր պիտի նայենք, աղոթելու մասին է, որ գաղոթես։ Եվ երրորդը զոմաբաղության մասին է, որ այս գլխուն ավելի ետ կգուկա։ Ուրեմն աղոթքը կարևոր աստակ մնե մեր կյանքերում մեջ, երբ որ սուքիրքը կգարտան կտեսնենք, որ հինեն ի վեր, այն մարդ կաղոթ է, հեթանոսն աղոթ է, աղոթել ինչս էլ է, Աստծո հետ խոսիլ, կամ Աստծո հետ խոսիլ, հեթանոսն Աստված ունի, փաղ ունի, աստարով ունի, ինչ գիտնամ իրենց գուրքեր ունին, որոնք կաղոթ են։ Հրյաները սակայն որոշ ժամեր ունեին աղոթելու, եւ ադիգա հստակ ժամեր էր, օրվան ադուն կեսօր իրգուն։ Ինչ են գիտենք, նույնիսկ Պետրոս եւ Հովհաննես Քորս կարակելոցի մեջ կսե, որ օրվան 9-րդ ժամուն աղոթքի բախմուն դաջար գերտային։ Ուրեմն աղոթքի ժամեր կար, որոնք ասանք շատ strictly կամ խստորեն հավատարմաբար կբահեին։ Եվ ուրեմն սկսենք կարդալ մեր հատվածը Մատթեոս 6:5 Սիլվակուր հաջիս կարդալ։ Ուժեր աղոթ կանես եւ ծավալներու նման չլաս, որոնք կսիրեն ժողովարաններու մեջ ու հրապարակներու եւ անմիներու կայնելով աղոթ անել, որովհետեւ մարդոց երևնան ճշմարիտ կսենցեզի անոն իրենց բարձրը արած կլնա։ Շնորհակալ եմ։ Եթե բոլոր հատվածը կարդանք, 3 դասակարգ կա, հիմա ամենը չի կարդացինք, առաջին դասակարգը գեղձավոր։ Երկրորդ դասակարգը թուն եւ ես ենք, որ 6-րդ համարն է։ Երրորդ դասակարգը հեթանոսն է, որ 7-րդ համարն է։ Ուրեմն գեղձավորը կա, ես եւ թուն գանք եւ հեթանոսը կա։ Ուրեմն աղոթք ինչ է ուրեմն, երբ որ Հիսուս կսե, որ երբ որ աղոթք կնես, երբ աղոթք կնես, ոչ եթե աղոթք կնես, երբ աղոթք կնես, ուրեմն աղոթքը բատվերմն է, որ պետք է աղոթենք մենք միշտ։ Չէ որ Հիսուս ասավ ամեն ադեն աղոթք գրեք առանց ցանցրանալու։ Պողոս Արաքյալն նույնիսկ ասավ ամեն ադեն աղոթք գրեք առանց ցանցրանալու։ Աղոթք կնեք։ Աղոթքը ինչս է լեկույրեր։ Աղոթքը երեխայի նման ինչպես որ իր հորը ներկայության գերտա, աբահով կսկա իր բաբային քիրգը, կփաթվի մամային, բաբային, կխոսի, գարդայդվի, իր վախերը գարդայդե, իր փապակները գսե եւ աս երբ խոսությունը գա հոր եւ զավակի միջև, աղոթքը այդ վիճակն է, որ մենք Աստծո հետ ունենք։ Աղոթքը միջոց մնե, որ մարդ արարածը միշտ Աստծո հետ կխոսի։ Հիմա աղոթքը առանցին գլա հավաքապար գլա, բարձրացան գլա, լրելյան գլա, հաղորդակցություն է Աստծո հետ, ինչպես զավակն իր հորը հետ։ Բայց Հիսուս ինչ կզգուշացնե հոս մեզի, երբ աղոթք կնես, գեղձավորներու նման չլաս։ Ուրեմն աղոթքի մեջ ալ զգուշացում կա։ Ինչու գեղձավորներու մեջ նման չլաս, որոնք կսիրեն ժողովարաններու մեջ ու հրապարակներուն անգյունները գայնելով աղոթք կնել։ Ուրեմն ժողովարանի մեջ աղոթք կնելը սխալ է։ Ոչ, մենք եկեղեցի չենք աղոթել։ Հիմա մենք չաղոթեցինք, Նեկտար քույրին չավր աղոթեց անմերուս համար։ Աղոթելը սխալ չէ ժողովարանի մեջ, կամ ջամփուն անգյունը գնալով աղոթք կնելը սխալ է։ Ոչ, ասի չէ որ Հիսուս կզգուշացնե, քանի որ գսե որբեսի մարդոց երևնան։ Ուրեմն շարժարիթն է։ Ես ինչու կաղոթեմ։ Հիսուս ինքն էլ աղոթեց, չէ՞, ժողովրդի առջև, աշակերտներուն առջև աղոթեց, սխալ չէ մարդու առջև աղոթելը։ Հիսուսի զգուշացումը, որ մեր աղոթքի կյանքը ցուցադրության կյանք չլա, թերասանական կյանք չլա, ուրիշը դպավորելու, որ ես ինչ բարեր կփորձեմ, ինչպես կշարադրեմ, ինչպես կրնամ ուշադրություն կրավել, եւ աղոթելեն հետո ասեմ, վաու, ինչ որ աղոթեցի։ Բադահերը ես ինքսինքիս սերեմ։ Քանի որ ասանք փամբոկա մեջ դասանք, վաու, բարերս շիրակ շարադրեցի։ Կամ ջամփուն անգյունը գնալով աղոթել,
ինչ շարժարիթով գաղութեմ, բարերու շարված ունիմ եւ դպավորիչ ցևով աղոթելն է, որ Հիսուս կշկուշացնե որ։ Քանի որ գեղձավորը կսիրե ուշադրություն գրավել։ Ինչպես անցյալ անգամ տեսանք, գեղձավորը կսիրե ողորմություն անելու համար հայտարարել, որ մարդիկ բրավո ասեն իրեն։ Քանի որ այդպեսիները վարձք դառնեն ոս, ճշմարիտ կսեմ ցեզի, անոնք իրենց վարձքը արած կլան գսեգոր։ Երբ որ ես մարդ տպավորելու համար գնեմ, որ վարձքս արդեն արած կլամ։ Եվ գեղձավորությունը այս բարակային այն է, որ ես մարդոց մեկ փառք կսպասեմ։ Եվ գիտեք, մենք մարդ ենք, կսիրենք իրար մեկ քովվիլ, շոյվիլ, նգադվիլ, բրավո ասել, քաչալերվիլ, սխալ բան չի անում մեջ։ Բայց եւ այնպես Հիսուս կսկսացնի, որ մանավանդ մենք ասիկա կտեսնենք Մատթեոս 23:14-ի մեջ։ Matthew 23:14, Մատթեոս 23:14 Բարի ցեզի գեղձավորներ, թվիրներ ու պարիսեցիներ, որ բևայիներուն դուները ուդեք, ու մարդոց երևնալու համար աղոտ գեղեցնեք, անոր համար ավելի կադավատություն պիտի ընդունեք։ Ինչը սա մարդոց երևնալու համար աղոտ կգերգնցնեք, տեսակ։ Փարիսեցին ինչ կնե, փարերու շարան, դպավորիչ, բարձր փարեր, փամնա չես հասկնար։ Մտքով խոսի, մտքիդ կմտնե, մտքերը դուրս գելը, մեկ անգամ կմտնե միշեն գելը։ Ուրեմն վայցեզի գսեգու, ճիշտ ասե որ Հիսուս կսկուշացնե որ։ Մարդոց կարելի է խապել գեղձիկով, դպավորել, բայց Աստծո կարելի է խապել։ Աստված շարժարիթը կտեսնենք մենք ինչու կխոսենք, ինչու կաղոթենք եւ ինչու գնենք։ Մատթեոս 6:6 Մարի Իսկ թուն երբ աղոտ գնես, մտիր ու երկի սենյակը, ու թունդ փոցել եւ աղոտ կրի ու հորդ, որ կադու դերը գտնվի եւ ու հայրդ, որ կադու կտեսնե, քեզի հայտնաբես դի աչու։ Շնորհակալ եմ։ Ուրեմն դարձյալ Հիսուս կխոսի իսկ թուն երբ աղոտ գնես, ոչ եթե։ Ուրեմն աղոտ կբադվեր եք իրեր։ Դժվարություն ունի աղոտ գնելու։ Չեմ կարծել ունի ամենս աղոտ կը բնական գուկա շունչ առնելու պես բան մնե որպես հավատացյալ եւ որ Աստծո կմոտենաս պետք է գիտնաս որ նախ իր զավակնես մեկը որ Աստծո կմոտենա վստահ պետք է լա իր փրկության այո Աստված ամենուն աղոտ կգլսե բայց կպատասխանե չեմ գիտեր վստահ ես փրկությանը ադոր վստահ էր որ թուն Աստծո զավակես եւ գրնաս իրեն համարսակությամբ մոտենալ ուրեմն ինչ կսեգոր հոս Իստուն երբ աղոտ կնես մդիր քու ներքին սենյակը։ Ինչ է ներքին սենյակը։ Առանցնության դեղ, քախնի դեղ, աչքեհերու, ցուցածվելու դեղ չէ։ Կետրոնական արարգան չես տուն։ Հիսուսի օրով դուները եք սենյակ կլային, բոլոր դան կոն գաբրի։ Բայց այդ սենյակին զատ ասան ուրիշ մոնեի սենյակ մգլար, բահաձոյի սենյակ։ Որ հոն չէին ապրեր, բայց հոնգը մտնեին ապրանք պահելու եւ շատ ադեն քախնի եթե խոսակցություն միդնեին հոնգը մտնեին մարդոց աչքեն հերու նայեցեք Եսայի 26:20-ը ինչ կսե Եսայի 26:20 Isaiah 26:20 Նա օրիք ժողովուրդս ու սենյակների մեջ կդի ու դու վրա տրները կգործե բավեք իջմը վարյանը միջև բարությունը անցնի Սենյակներուտ մեջ բահվդելու դեղ էր ասիկա, ներքին սենյակն է։ Հովաս թակավորն ալ 6 տարի դաջարի մեջը բահվդեցավ, թակավորին, երբ որ սերունդը մերցուց կոտողի աչարտակուին։ Ներքին սենյակը բահվելու սենյակի քույր էր։ Առանցնալու քախնի դեղ է, որ միան Աստված կտեսնի։ Ունիս տունատ ներքին սենյակը։ Մովսես 40 օր Սինալերան վրա քախնի սենյակ ուներ։ Դանիել իր դան սենյակի մեջ բադուանները բացավ քախնի սենյակներ։ Եզեյա թակավոր դաջարի մեջ քախնի սենյակ ուներ ու որ նամակը բացավ Աստծո առջև։ Պետրոս Արաքյալ Դանիքի ելավ աղոտ կնելու իր քախնի սենյակներ։ Հիսուս լերան վրա շատ ադեն բոլոր քիշերը գաղոթեր։ Գեթսեմանի բարդեզի մեջ առանցին քախնի սենյակ ուներ։ Ինչ է քունա քախնի սենյակը ուր է քու նախ քախնի սենյակը քախնի սենյակը կնա քու անգոյնտ մեջ լալ
գնա օթոյի մեջ լալ, խանոցը լալ, ուր որ դու մինա գտես Աստծո հետ։ Ունի սադիգա։ Որ օրվան ընթացքին հաջող Աստծո հետ կկապվիս։ Ինչու ներքին սենյակի աղոթքի կյանքը կարևոր է։ Առանցնանալու, որովհետև առաջին it eliminates distraction, խանգարումները կհեռացնի։ Անգերձնա, մեզի ամենը շատ խանգարող բանը ինչ է այսօր որ մեր աղոթքի կյանքին կխանգարի։ Դու գսեք ինչ։ Ահա, շնորհակալ եմ։ Աս հերացայինը մեր աղոթքի կյանքը կխանգարի։ Եվ ես այսօր շատ մեջը գինամ։ Այն օրը Ardriela սուքիրկս պիտ կարտամ, հելա մեկա տելեֆոնին նայել ինձի։ Սուրբ ոգին մի նայել, սա վես նայեցա։ Անանքիս տեղա։ Ասի որ ով դեր, աննազան տեղա քեզի։ Որովհետև երբ որ պիտի գարտամ եւ պիտի աղոթեմ, միտքս փամը որ դեսավ անորվանակ աշխատի գոր։ Անբետ, մանավանդ social media-ն, Facebook-ը, Instagram-ը, որքան մեր ժամանակը կկողնագոր, վերջերս որոշեր եմ շատ չեմ երթար, բայց ադեն երթամ որ եւ Աստծո աննազանտալու անիմաստ է, ով որուն լայքրեր է, ով որուն խոսեր է, մեր միտքը կխջողե գործիրեր եւ մեզի հերու կբահե գոր Աստծո ասմոդիկ աս առանցի ցանկեն միտքդ քանի որ կաշխատի որ առանց կենալու։ Քանի որ երբ որ դու at distraction-ը կվեցնես կյանքեդ, աղոթքի ցանկդ կփանաս եւ on աղոթքի դասի։ Ունիս աղոթքի ցանկ, ունիս մարդիկ որոնց համար միշտ աղոթես։ Աստված երբեմն մեզ մարդոց մի ալգանչad է։ Ինչպես որ Եղիային քերիտ տարավ։ Գիտեք իրագիրներ որ բավելին սերդեգոր։ Աստված Եղիային քերիտ որքան մնաց առանցին։ Ինչ դրավ եղել բոլոր գիշեր, բոլոր ծորեք։ Ինչ կրնարնել աղոթել են զատ։ Եթե գարանցնացնեք որ Աստված քեզի երբեմն մարդոց մեկը գդրեք որ գծվարինք մենք մի դժվարիր Աստծո գերբնեքու ներքին սենյակդ կմտցնեք որ քեզի քանի որ դու սիրով չես երթար որ Աստված որ ես քեզ բացնեմ երկրորդ ներքին սենյակը խոնարհության դեր է խոնարհություն կբանջի քանի որ դու հոն մեգում բիլիչի դպավորես դու քեզի ես Աստծո հետ ես ինչ կաղոթես որ մեկը բիչի լսե որ դպավորվի դու հոն գտնաս ծնգիկալ գտնաս կայնի, գտնաս քեդինը երեսիդ վրա փրին, առանցին ես, մեգում դրամա չես ուներ որ, Աստծո հետ ես, առանցին։ Եվ Աստված շատ մադեն, մարդոց մե անհադաբես իրեն բահվդած դեղերը կհանտիբեր։ Աստված մարդիկը կբահեր զատ և հոն կհանտիբեր։ Նայցեք Մովսեսի 40 դարի երբ որ Մովսես անավատի մեջ էր, Աստված իրեն հոն այրոն մորենին կով հանտիբեցավ։ Առանցին է, քեզի կհանտիբի որ Աստված առանցին։ Եղիայի, երբ որ հեզապել է կպախի որ Եղիան, հիմա թերամիգա չի սերդես բաբելին գազեմ այս կերակը դիտեն է, մեն ցայնով երևցավ առանցության մեջ։ Ուրեմն երբեմն երբ որ առանցին ես, առանցին կսկաս, անշադված կսկաս, մարդոց մե հերու կսկաս, ամենեն լավ դեղն է, որ Աստված քեզի հանտիբի։ Մի վախնար այդ առանցին բահերդ։ Մի վախնար, մի հուսադիր, մի ընջվիր, երբ որ ասենք սրզակից մը չես սկար որ մեկդ, վնաս չունի։ Աստված հոնդեղը քեզի կբերե որ որպեսի դու աղոթքի բահում ունենաս եւ հոնդեղը քեզի հանդիպի։ Եվ ինչ կսեք որ հաջից նորեն գարտամարի 6-րդ համարը։ Իսկ դու երբ աղոթ կնես նվիր ու ներքի սենյակը ու թուրը կոցես եւ աղոթ գրեք ու որ կաղդուկ դեր գտնվի եւ ու հայրը որ կաղդուկը դեսնեն քեզի հայտնաբես հատուցում դեր։ Շնորհակալ եմ թուրը կոցե։ Ասի ֆիզիկական թուր կոցել գրնալալ մտքի թուրն աբելք է կոցես քույրս։ Քանի որ դու աղոթքի կնստիս, այսօր ինչ պիտի եմ։ Այսօր որուն է պիտի դեսնվիմ, այսօր շուգամը երթամ, այսօր 1001 նյութ կա, չեմ։ Սատանան մասնակետ է գալու եւ խանգարելու։ Եվ Աստված որ քաղդուկը կդեսնե հայտնաբես հադուցում կնե։ Քանի որ լավագույն հադուցումը որ Աստված կնե, տեսեք Փիլիպեցիս 4:7-ը ինչ կսե, Philippians 4:7։ Արմիտ քույր։ Աստծո բարությունը որ ամեն մտքեր է։ Սերտերը մտքերը Հիսուս Քրիստոսով պիտի պաշտպանի։ Աստծո խաղաղությունը շնորհակալ եմ ամեն մտքեր է։ Միտքը թերևս անխաղաղ է։ Քնա դերաչ ներկայացա մեջ կոցե թուրը, մտքի թուրը կոցե եւ հոն խաղաղություն կդիր։ Ամեն մտքեր է։ Այս սենյակի մեջ է որ իմաստություն կստանանք։ Զանազանության հոգի կստանանք։ Մեղքեր կխոստվանենք։
մեր նկարակիրը կփոխվի։ Խոնար, համբերող, հեզ, ողորմած կլանք, քանի որ Աստված մեզի հոն կթաստիրագե։ Զորություն կստանանք կյանքի խոչընդոտները դիմակրավելու եւ մեր մեծակույն վարձքը կլա, որ Քրիստոսի պատկերը կձևավորվի մեր մեջը։ Այս ներքին սենյակը դարձյալ փորձության սենյակ է գույրեր։ Հիսուս 40 օր զոմբայեց, չէ, աղոտ գրավ։ Ինչ եղավ էլո։ Ով եկավ կովը։ Փորձիչ եկավ։ Եվ իրենսավ իրավ։ Դու ամենեն ներքին աղոտքի սենյակի պահում ով հոն է։ Սատանան փորձության ունի։ Բադայերը քեզի։ Վախի օքի կբերե մեջը։ Հուսահատության օքի կբերե մեջը։ Ընկճվածություն, բարդվածություն, ամենը ես աջաշակեր եմ։ Դեղի պիտի դան կուդան կորադեններ։ Քանի որ երբ որ դու գաղութես սատանան հոն է։ Եվ նույնիսկ ցեթենյացները Ղուկաս 22 39-40 Luke 22 39-40 բայցարկել։ Հետո իր սովորությանը վես ցիտենյացների ելավ, աշակերտներն ալ ետևեն կացեն։ Ու երբ տեղը հասավ սավանոց, աղոտ գրեք, որպեսզի փորձության մեջ չմտնեն։ Եվ ինք անոնց մեզ ապեցավ, քարինգեցի մը չափ ու ձունգի վրա քալով աղոտ գրեք։ Աղոտ գրեք, որ փորձության մեջ չմտնեք։ Քանի որ սատանան գուկա քեզ հուսահատեցնելու, որ չհարադևես, չհավատաս, վախնաս եւ դերիդաս։ Աստված կուզե որ փայծուն խրամադի մեջ կենաս եւ խրամադի կյանք ունենաս։ Եզեկիել 22:30 Ezekiel 22:30 وطلبت من بينهم رجلا يبني جدارا ويقف في الثغر أمامي عن الأرض لكي لا أخربها فلم أجد. Այո, անոնց մի մարդ մփնդրեցի գսե որ բարի շինե խրամադի մեջ իմ արջևս կենա երկրին համար որպես իզանիգա չապրեն փայտ չկդա տուն խրամադի մեջ կգենաս ուրիշներուն համար զավակներուդ համար հարազատներուդ համար դարձյալ առաջին Դիմեթրիոս 2:1 Ժակլին Արդ կաղաչեն ամեն բանը առաջ աղոտ կրել խնդրել աղաչել զոհություն մատուցանել բոլոր մարդոց համար Շնորհակալ եմ ամեն բանը առաջ աղոտ խնդրել աղաչել կողություն աղոտ կնել այսինքն երբ որ դու գաղոթես հիմնեղ աղոտ կդ Աստծո խոսքին վրա աղոտ կնշանակե բաղադանք թիմում առաստված հոգի արդահայտություն պաշտամունք Աստծո նկարագրին վրա հիմնե որովհետեւ քաչալերվիս Եփեսացիս 6:18 Ephesians 6:18 And pray in the Spirit on all occasions with all kinds of prayers and requests. With this in mind, be alert and always keep on praying for all the Lord's people. Ամեն ադեն աղոտ գրեք ասեգոր ու խնդրված ամեն ադեն աղոտ գրեք հոգիով ու այս բանի վրա հսկեցեք կադարյալ հարադեպությամբ ուրեմն աղոտ առաջին երկրորդ խնդրվածքը ասել է supplication այսինքն պետքերու համար աղոթել անձնական պետքեր քու ազատությանդ համար ապահովությանդ համար պաշտպանությանդ համար աս բարակայ մեջը քու մեղքերու խոստովանություն կուքա որբեսի վգայես եւ Աստծո թակավորությունը հարաճ տանիս աղոթքը ովևէ ադեն ովևէ դեր գրնալալ բայց լավ է սիստեմատիկ դեր ունենալ աղոթելու եւ ժամ ունենալ ովևէ մեկ ադեն կրնակ աղոթել բայց ցուն ամեն օր դեր մորիս որ մոնգա հավաքվիս աղոթելու անգյունը աթորնը դերմը դունիտ մեջը որ թերևս ընտանիքը դա գիտե որ ասի մամային ասի մեծ մամային ասի անցին աղոթքի դերն է երրորդը աս համարի մեջ կտեսնենք աղաչելը միջնորդության աղաչանք է intercession ինչպես հիմա գարտացիկ աս խրամադի աղոթքը եւ աս աղաչանքի բարակային Եբրայեցիս 4:16 Hebrews 4:16 եթե հերագացած մեզի մոդենանք շնորհած աթորին որպեսզի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղած ադեն մեզի օգնելու շնորհակալ եմ ուրիշին համար աղոթել ունիս ցանկան
միտքովդ կբդդի ես շատ ադեն քունս կփախի լունա եկեցի մեջ ամար ու նստի դեմ մեկ կերտամ գաղոտեմ գամ միտքս բատկերներ գտերեմ որ քույրերով դեր մկացել են աչքիս ասողներ ադիոներ կսկսիմ աղոթել ցեզ մի ամեն մեկուն համար գամ երգիր բդդիլ երթալ լիբանան սուրիա հայաստան եվրոպա ամերիկա ունենք ամեն մեկս հարազատներ ունենք բարեկամներ ունենք եւ աղոթել անոնց համար Եվ չորրորդ բառը, որ առաջին Դիմետրիոս հատվածի մեջ կտեսնենք, կողություն։ Որքան կողություն կա իմ աղոթներս մեջ։ Որքան քանքատ կա կամ որքան կողություն կա։ Անգեծը դանք։ Որքան ով դեր ասի, ով դեր ադի։ Աղոթքը միան երեխայի վես դուր է աստուց մե։ Կամ ով դեր շնորհակալ եմ։ Փառք ես դեր, փառք ուտամ քեզի։ Փառապանություն առաստված։ Հիմա արդեն մենք ճաշին առաջ կաղոթենք։ Բայց ադեներ ադիգա Կոց աղոտք է, պերանով աղոտք է, չեն իրական սրդով է։ Ճիշտ Հիսուս ասե որ կսկուշացնեք, որ այսինքն գեղձիկով մի աղոտեք։ Աման աղոտ մրեգալ շարունակենք։ Օրինակ շատեր ժամանակին գսեին, որ ճաշեն առաջ է, որ նստել ենք ամեն բաբաս գաղոտեր եւ շատ գերգնցներ աղոտքը, իրեն գսեին, որ Պետրոս եղբայր չկյոֆտեի աղոտ գրե։ Այսինքն որպես բլղորը շատ փող չի թրջվի։ Որ չկյոֆտեի աղոտ գրե։ Մի երգնցներ այսինքն Հիմա ասիգա ասվելի խոս չէ, բայց այսինքն մարդիկ հիմա գարը ջաշը ավելի կարևոր է քան թե աղոթքի բանը։ Ճիշտ ադե։ Ուրեմն շարունակելով Մատթեոս 5:7-ը դիգի մարի ներողություն 6:7-ը։ Այ։ Լսվի, շնորհակալ եմ։ Երբ աղոթ կնեք, հեթանոսներով ես մի իլակ, ինչպես սկիզբի երեք թասագարդ կար աս հատվածի մեջ, առաջինը գեղձավորներով ես մի իլակ, որբեսի գսիրեն մարդոց իմպրեսնել, երկրորդը թուն և ես ենք, որ ներքին սենյակի աղոթքի կյանք պետք է ունենանք, և երրորդը հեթանոսն է, հեթանոսը ինչ կնե շադախոս, այսինքն Փորձությունը գա, որ մենք մեր աղոթներում մեջ նույն բաներ կրտնես, կարծես Աստված խուլ է, կամ Աստված չի հասկացավ։ Քոց սորված աղոթ, գիտես, լավ է մեր երեխաներուն քոց աղոթներ սորվեցեն, բայց պետք է իրեն սորվեցնենք ինչպես սրդանց աղոթեն։ Լավ է խաչմանել հայրմեր մասել, որքան հայ ժողովուրդը խաչ մկանը հայրմերը մսել, միտքը անբդուղ է։ Ճիշտ ասիգա կսեք, որ հեթանոսություն է ասիգա։ Մի է կամ շադախոս, այսինքն useless, անպետք, բարակ Ոչ դպավորիչ բարեր, երկար աղոթներ, գրկնված արդայություններ, քանի որ հեթանոսները անակ կնեին։ Գիտեք, հիմա մենք չէ որ Իրագյորը Եղիայի կյանքը գսերնենք որ, եւ որ Գարմեղոս լերը ելան, Mount Carmel, որ երկինքին գրակ իջեցուց Եղիան։ Փաղի բաները մարգարեները ինչ աղոթ գրին հոն։ Երրորդ թագավորած Գներեք 18-26-ը գսե արդվն է մինչև գեսոր բաղի աղոթ գրին նույն բանը գրտնե արդվն է մինչև գեսոր բայց նույն բանը է Եղիան բայց գարջ գդրուկ ով Աստված թուն ես իրական Աստվածը այս ժողովուրդը թող գիտնա որ թուն Եհովա ես գարջ գդրուկ քոց սորված աղոթ չէր Աստված լսեց ճիշտ ասե հեթանոսի աղոթք Եվ անգես աղոթք կգարձեն թե իրենց շատ խոսելուն համար պիտի լսվին։ Նույն բանը դասը անգամ ասես նեգը լսվի, հիմա ասիկն մանի մեր երեխաներուն երբեմն բան մոզեն ոչ կսես, նորեն գսե ոչ։ 1, 2, 3 այլևս գլուխդ կզզվեցնե, լավ գսես, բերանդ կոծելու համար առուզած է։ Աստված մեզ անակ պիտի գխորենք, ոչ, Աստված կուզե որ մենք այո հարադևենք, բայց ոչ թե որ անբդուղ բարձ աղոթներս ենք։ Հիսուս սորվեցուց, որ մենք անդադար աղոթենք։ Հիսուս սորվեցուց, որ չի ցանցրանանք, բայց ոչ թե որ գրկնում եւ անբդուղ մտքով աղոթել։ Ճիշտ ասե, որ Հիսուս կսե, քոց աղոթ, փերանակ աղոթ, որ միտքը անբդուղ է։ Ճիշտ ասիկա կսե։ Եվ 8-րդ համարը, կացեմ քեզի դեպի մարի Մատթեոս 6-ը, այո։
Ձեր հայրը ձեր պետք եղածը գիտե, դուք իր մեջ չխնդրած։ Ուրեմն ինչու աղոթը մի դա հայրս գիտե։ Գնանք մենք ադակա մտածել, բաբաս արդեն գիտե որ ինչու մի դա աղոթել, չէ։ Քանի որ աղոթքը հարաբերություն է, աղոթքը միան դուր չէ։ Երեխամը դուր գսե։ Բայց երևակայեցեք որ հիմա նորածին մանուկը գուլա, մաման կատկուդա։ Ադի իր դուր լսելու ծևն է։ 1 տարեկան, 2 տարեկան, 3 տարեկան դուր գսեք որ գուդա։ Բայց երբ որ բադանի գլա, երդասարդ գլա, քեզի կուզավակդ միան դուր լսելու, գումոդենա չենե հետդ կհարապերի։ Մենք ալատպես պետք է լանք Աստծո հետ։ Մեր աղոթքի կյանքը դուր չէ միան։ Ով դեր ես քեզի կսիրեմ, քեզի կճանչնամ, քեզի կնվիրեմ, քեզի շնորհակալ եմ, ով դեր կխոստովանի մի մեղքերս, ով դեր ինձի առաջնորդ է, ով դեր ինձի պաշտպան է, ով դեր կքնահատեմ, աղոթքը հարաբերություն է Աստծո հետ։ Ինչպես որ մենք որպես մայր մեր զավակներուն պետք է իրենք արդեն չասած մենք չեք գիտեր, անշուշտ մենք գիտենք, բայց չես ուրախանալ մամա զավակդ կարող ասել մամա հաճիս ասիգա կուզեմ, սիրով ուտես, դղաս արդեն ես գիտեմ որ ասիգա կուզես, արդեն ես պատրաստել եմ քեզի։ Ճիշտ Աստվածը նույնը գուզե որ մենք հետը հարաբերենք, անորամար գսե որ ծեր երկնավոր հայրը ցեզի պետք եղածը գիտե, դուք իր մեջ չխնդրած։ Մենք շատ բաներ չենք խնդրել Աստված կուտա։ Շատ բաներ կխնդրես, բայց չարաչար կխնդրես, Աստված գսե հիմա չէ ժամանակը։ Դժվար է սпасել։ Անշուշտ աղոթքի մեջ թունք ու սդիտ վիճակը տեսնես քույրս։ Ճիշտ էր 3 ասանք դոնի մեջ վիճակ մի եղավ, փամը տեսա, ասանք Աստծոս կսա փառք տալ, ով դերսի որքան փառք կուտամ, աս վիճակը ասանք խաղաղություն դվավ սրտիս մեջ, զավակներուս մեջ ասանք, փառք տվի Աստծո։ Այդ վարյանի Սուրբ Հոգին ինձ հիշեցուց, որ դու հիմա ասոր համար փառք տվի, բայց անցյալին դու ուրիշ փառիկներ ունեցել ես, դու անոնց համար երբեք փառք չես տված։ Վաու, ասի ով դեր իրավպես ես երբեք փառք չեմ տված եւ խոստովանեցա քանի որ այդ վիճակը հիմա ինձ մե առնված է եւ քանի որ առնված է այդ վիճակի մեջ չեմ հիմա ինչ որ ես զավակներուս մեջ տեսա սկսա մտածել որ ով դեր ները ինձի որ ես երբեք այն ադեմ for granted արի արդեն ասի ասեմ պետք է լա մենք որքան կյանքը գաբրենք քույրեր for granted արնելով արդեն ասի ինձի պետք է լա արդեն ես աս փարիկները պետք է վայելեմ արդեն ասանք պետք է լա իրավ չես քնահատեր այդ բանը մինչև քեզ մե առնվի քույրս երբ որ քեզ մե առնվի կանտրաթարնաս որ վաու ինչ փարիկ ունես եղել լուրջ ունես դու ուրեմն անորմալ առաջին երկ ուզեցի եկեք թվե մի արմի օրհնությունները Փառք դուր Աստծո որ գքալես, կդեսնես, գլսես, ցեկդ ֆոտկը կփռնեգոր, բժիշկ ունենք հոսկերտան, դուներու մեջ կապրինք, էրքանդիշն ունենք, լույս ունենք, ջուր ունենք, ջուրը կփանաս կվազե, փաղնիկ ունենք, մեկ չէ, երկու չէ, դակչուր ունենք, ինչեր ունենք, շուգա գերտաս, տրամ ունիս կքնես, փառք դանք Աստծո, որքան ադեն for granted կարնենք բայց, մինչև որ ադի առնվի մեզ մե Պատմությունը պիտի պատմեմ ցեզի երկիմը որ շատ ծանոթ չէ, ասի Էլմաջանեն երկն է։ Շատ ծանոթ չէ, եւ աս երկը մի քանի շաբաթ առաջ արդվա 3-ին արթնցա, երբեմն գաբադայի դες քունի կփախի։ Մտքիդ մեջը խորներ կդառնա։ Աս երկին առաջին դողը միամիտ կսեգա, որ գսե ծանրություններ Տեր Հիսուսի դար։ Միան ասկան Եղանակը գիտեմ, սկսա երկել քարերը չեմ գիտեր որ չսպասեցի որ արդուլա ելա շուտով փասի Էլմաջան երկարանը 272-րդ երկն է բարեր գարտացի վաուսի շատ ուրախացա փառք տվի Աստծո եւ պիտի ցեզի աս երկին բաղությունը պատմեմ շատ գիտություն չի կդա ինտերնետին նայեցա բայց աս երկը գրված է Eliza Hewitt անունով գնկամը կողմ է որ ծնած է Ֆիլադելֆիայի մեջ 1851-ին 170 տարի առաջ, ավելի 175 տարի առաջ ուրեմն ուսանած գինմներ, այն լավ է, գիտեք գիները չէին ուսաներ, ուսանած էր, դպրոց կացած էր և ավարտեց, գետրոնական պարսակն վարշարան ավարտեց, ուրեմն ուսուցչուհի եղավ իր աշխատած ադենը, մեկ դեղմը որ կարդացի գսեգոր ինքը փանի spinal injury ունեցավ, ողնահարի փամ ունեցավ, վնաս ունեցավ,
ուրիշ website մնա ասա, որ իր աշակերտները մեկ իրեն ցավցուց, չեմ գիտեր ինչպես։ Ուրեմն եղավ անգոյ մնաց։ Եվ որ անգոյ մնաց, տաս շարունակեց եւ բարձրակույն ուսում, այսինքն համալսարանական ուսումը շարունակեց եւ English literature, այսինքն անգլերեն քրագամություն սովորեցավ, անգլերենը բարելավեց եւ ըստ որ Աստված ինձի բարգեւ մտավ, սկսավ շարադրություններ գրել, բանաստեղծություն գրել։ Եվ իրենց եկեղեցին գիրակնորյա աներ, ըստ որ աս եկեղեցիս գիրակնորյային ոդանավորներ գրեմ, որպես երեխաները սովորեն։ Եվ այսպեսով ուրեմն աս կորձը շարունակեց, հետո աղեկցավ, լավացավ բան ինչ որ էր, որքան ժամանակ անգողին մնաց կամ բան չգրծավ, այսինքն նորմալ ապրիլ, չեմ գիտեր, Ետ կլավացավ եւ քնած եւ գիրակնորիա ուսուցիչ եղավ ոչ թե միայն իր եկեղեցին, հապա իր քաղաքին մեջը գիրակնորիաներու ընդհանուր պատասխանատվության ատ բանալ ստանցնեց եւ իր ատ հիվանդ եղած ադեններ որ աս երկը գրեց երկին բարերը 1903 թվականին որ գրեթե 52 տարեկին ուրեմն երևի հիվանդ եղած ադենը գրեց Եվ աս երկը ինձի շատ օգնություն եղավ, նեկտար պյուրքեզի պիտի դամ, ինձի հազիս աս 4 համարները գարտա, 272-րդ երկին։ Եվ ուզեմ, որ մեզի ասիգա օգնություն մայնա։ Զանրությունները դեր Հիսուսի դար, թիր ոտկերուն արջև պերներըց, կողքոտայի նայ անտատար, խաչով ներվին պոլոր մեղկերըց, պոլոր սիրդըտ Հիսուսի տապե, Քնա իրեն միշտ քաղտնաբես քու հայորտող քաղդուգը գդեսնե քու հայրդ որ քաղդուգը գդեսնե հադուցում գնե հայտնաբես շնորհքին համար միշտ ուրախ եղիր բարբե հոգիտ իր ցավերեն տրացիտ հետո մոդեցիր ծրի դուր ինչպես արիր վերեն Քրիստոս ըլլա ընկերդ ամբաժան Օրե օր մոտ իրեն ապրե, պյուր օրդուտյատ մեծ աղբյուրն է ան, ճամպատ պիդի լուսավոր է։ Ինչ թանգակին հաղորդակցություն, անոր սիրով զեղուն սուրտյանք, շուրջիտ գարոտ շատ հոգիներ, պիդի պերե լույս ու պերգրանք։ Ուրեմն գտեսնեք ինչպես կստե, բոլոր սիրդըտ Աստծո թափե, Հիսուսի թափե, բոլոր սիրդը Հիսուսի թափե, կնա իրեն միշտ քաղտնաբես։ Ճիշտ մեր աս հատվածը որ գարտացինք, իսկ երբ դու աղոտ կնես, մդիր քու ներքին սենյակը ու թուրդ կոցե, որ մեկը չի տեսնի, քաղտնաբես։ Քո հայրդ որ քաղդուկը կտեսնե, հայտնաբես հատուցում բիգինե։ Դուք չեք տեսներ անցիկ որ երկար Աստծո հետ ժամանակ կանցնեն 35 բայլի։ Հոգևոր աստեցություն մոգունենան հոգևոր դպավորությունը ճիշտ Մովսես 40 օր երբ որ լերան վրան էր երբ որ վարի չաբլերն են ժողովուրդը չի գծավ երեսին նայել դերոջը ներգայացա մեջ անոր համար քույրս ներքի սենյակ ունենալը խիստ կարևոր է որքան որ մենք կսիրենք իրար հետ լալ մարդու հետ լալ մեր ընտանիքներն հետ շատ լավ բան է բայց ադեններ մեգուսացում քերիթը ունեցիր առանցնացիր ցեզ մեջ շատ որ առանցին գաբրին Ես ադեներ գսեմ, որ ասիգա զզվեցուցիչ կյանք է, բայց ադիգա աստծո մեկ շնորհքն է, որ դուք աղոտքի բարաբիկ, աղոտքով անցնեք։ Եվ ինչպես քիչ առաջացի մենք ունենք արգելքներ, եւ արգելքները մեծակույնը մեր տելեֆոններն են, social media-ն է, Facebook մեկ հատ նայեմ, մեկ հատ Instagram նայեմ, մեսեջներուս նայեմ։ Այո, լավ բան է, մենք հարաբերիկ որ մարդոցից, բայց ադի մեզի մեր աղոտքի կյանքը գշի չեցնե, գիտեմ ինձ իրաձի ադիգա, եւ ես կխոստվանի Քանի որ արգելք է։ Արգելքը վերցուր, երբեմն այդ արգելքը կվերցնես ֆիզիկապես չես նայել, միտքդ բայց։ Սատանան հոն է։ Սատանան գուկա տուն աղոթելու կսկսիս 1001 նյութ կփերը մտքիդ մեջը։ Ինչպես կնանք մենք մեր ասմտքին թուրը կոծել։ Մդիր քու ներքին սենյակդ ու թուրը կոծե։ Կոծե թուրը եւս է ով դեր հաղթականները ինձի խորուտներուս մեջը, որովհետեւ անդադար աղոթեմ։ Անգոյն միջ բարգազադեն աղոթե, քալելույելես աղոթե, օթոքշազադեն աղոթե, խաղնոսը բնակ լվացազադեն աղոթե, սարմապատտազադեն աղոթե, դոլմապորազադեն աղոթե, չեմ գիտեր ուշ ինչ կնեք, արտուգադեն աղոթե, ցերակորց կնես կոր աղոթե, գար կնես կոր աղոթե, քալազադեն, ամենադեն,
ամեն ադեն աղոթեք, բայց մդիր քու ներքին սենյակը։ Հոնե որ տուն դերոջը կհանդիպիս։ Մդիր ծանրությունները Հիսուսի դար։ Ծիր ոտքերուն արջև բոլոր փերները Հիսուսի դար քնա անոր միշտ քախնաբես։ Մեկը պետք չունի գտնալու վիճակներ կա որ մեկումը չես կնարգիսվին։ Վիճակներ 4 կողմը ասան կսկաս հոգիդ մեջ որ անանկիս կնեկեզի, է կոնտրոլ չունիս վրա ինչ պիտնես։ Աղոթքի դար։ Աղոթքով դերոջը դար, ատեր կնալունիկ։ Ինչպես բարեկամեդարը միշտ մեզի կհամբերե, գները մեր հանցանքները, մեր վիշտերն ալ կգրե։ Քրիստոնյա արդոնությունը այս է, միշտ փերգրաբադար, քու ամեն փորձառությունը աղոթքով դերոջը դար։ What a friend we have in Jesus. Take it to the Lord in prayer. Amen. Աստված մեր աղոթքի կյանքերը, մեր ներքին սենյակները զորացնե, եւ եթե հիմա Աստված քեզի ներքին սենյակի մեջ դրեր է եւ որոշ բաները գդրեր է, փառք Աստծո։ Քանի որ ադիգա իր ցևն է ու ուշադրությունը կրավելու։ Ամեն։ Դեր օրհնե։